Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մի բանաձևում կա, իսկ բանաձևում հետևյալն է. Ադրբեջանի նախագահի բոլոր պահանջները ուղղակիորեն հարվածում են մեր երկրի եւ անվտանգությանը, եւ տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությանը։ Բոլոր պահանջները ախտիր։ Հիմա եթե այդ բոլոր պահանջներից որևիցե մեկը արձանագրված չի 4 եռակողմ հայտարարություններում, իսկ դա վստահաբար չկա։ Ես մեկ անգամ եւս ուզում եմ թվարկել այդ պահանջները գոնե մի փոքր խումբ, 300,000 փախստականների վերադարձ։ Ռազմական տուգանք կոնտրիբուցիա եւ փոխհատուցում ռեպարացիա։ Արցախում ինքնապաշտպանական մարտերը կազմակերպած եւ մասնակցած անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ։ Զանգեզուրի միջանցք։ ԵԱԿ Մինսկի խմբի լուծարում։ Հիմա ես 5 կարևոր պահանջ ասեցի, որ Ալիևը ներկայացնում է։ Հիմա այդ 5-ն էլ չկան 4 եռակողմում։ Եվ շատ տրամաբանական է Հայաստանի շահերը սպասարկող վարչապետը ինչ պետք է աներ։ Ամեն ինչ աներ, որպեսզի Ադրբեջանի նախագահի կողմից այդ պահանջները չկատարեր, բայց չկատարելու համար բավարար հիմքեր չէ պետք է լիներ։ Այդ հիմքերը 4 եռակողմում կա, հիմա հարց։ Ինչու Փաշինյանը չի գալիս 4 եռակողմի, որտեղ Ալիևի որևիցե պահանջ գրված չի, առավելս որ այդ փաստաթղթերի տակ որպես միջնորդ կողմ կա նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրությունը։ Այդ դեպքում ինչու Փաշինյանը դա չի անում։ Ինչու է անկրկում Ալիևի այս կամ այն պահանջը կյանքի կոչելու, այդ թվում նաև սահմանադրության փոխելուն եւ այլն։ Այստեղից շատ պարզ տրամաբանական հետևություն, որտեղ Փաշինյանը եթե սպասարկեր Հայաստանի շահը, ուղղակիորեն ինքը այս 4 եռակողմի հենքի վրա եւ նաեւ բանավոր պայմանավորվածությունները Ռուսաստանի միջնորդությամբ այդ բոլոր պահանջները Ադրբեջանի նախագահի մի կողմ է դրվում։ Իդեպ սրա մասին մեկ անգամ եւս Հայաստանի Հանրապետությունում բարձրաձայնեց ոչ ավելի ոչ պակաս Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այդ եռակողմի հետ կապված ասես չէ, ճանապարհների ապաշրջափակում, հարաբերությունների կարգավորում, հիմքը 4 եռակողմն է, որտեղ ինքը անուղղակի նաև մեր երկրի քաղաքացիներին, քաղաքական անդիմությանը հուշեց, որ Ադրբեջանի նախագահի որևիցե պահանջ անօրինական, որը չկա 4 եռակողմ, չեք կարող, պետք չի կատարել, որտեղ եռակողմ չկա։ Հիմա ինչու Փաշինյանը հիմք չի ընդունում 4 եռակողմ, այլ ընդհակառակը փորձում է այս կամ այն ձևով իբր մանևրել, որ Ադրբեջանի նախագահի պահանջները չկատարի։ Ասենք այս ձեր նշած երկխոսությունների այդ ֆորումում ինչ որ հիմնավորումներ է տալիս, ինչու կբացի կամ չի բացի, ինչու սահմանադրությունը փոփոխության կենթարկվի կամ չի ենթարկվի։ Նման հարց օրակարգից ինքնաբերաբար դուրս է գալիս։ Իսկ Փաշինյանը չի ուզում, իսկ ինչու չի ուզում, որտեղ ինքը կոլաբորանտ կառավարություն թուրք է